Free News-ի եթերում Երևան Փարիզ ձևաչափով կրկին միանում ենք Փարիզ, որտեղից ինձ հետ կաշխատի միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև Արման։ Ողջույն Գագիկ ջան։ Լավ ես։ Այո, պետք է միշտ լավ լինել։ Շատ լավ։ Քո կարծիքով այս շաբաթվա գլխավոր իրադարձությունները որոնք են։ Օրինակ ես տեսա, որ Լյուքսեմբուրգի հետ Հայաստանը ստորագրեց ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, ընդունվեց այդ հռչակագիրը, Արմեն Գրիգորյանը Լոնդոնում է, եվրոպական թեմաները կարծես գնալով ավելի ակտիվանում են, այսինքն Հայաստան Եվրամիություն։ Այսինքն տրիպին կապակցվում է նաև եվրոպական բոլոր կառույցները, ամեն մեկը իր չափով եւ բոլորի մոտ արդեն այդ Վաշինգտոնի ստորագրված համաձայնագրին ի շարունակություն արդեն կազմում են բոլոր կապակցումները։ Այստեղ պետք է շատ կարևոր մի բան հասկանանք, որ Եվրոպան շատ լավ գիտակցում է, որ Հայաստանը հանդիսանում է այն կարևոր հարավկովկասյան երկիրը, որտեղով անցնելու են կենտրոնական Ասիայից եկող բոլոր ապրանքները, փոխադրումները եւ հակառակը։ Եվ այո, դեպի եւ կենտրոնական Ասիա, որը եթե չասենք մեծ, ապա ահռելի շուկա է եւ այդ ամբողջում մենք պետք է ֆիքսենք, որ Եվրոպան վերջի վերջո ունենում է այլընտրանքային մի ճանապարհ եւ որն ամենակարևորն է ի տարբերություն Ռուսաստանով անցնող ճանապարհների հուսալի անվտանգ եւ երկարաժամկետային մի ճանապարհ, որը կկապի Եվրոպան կենտրոնական Ասիայի հետ։ Ընդ որում ոչ միայն կենտրոնական Ասիայի, քանի որ այդ ճանապարհը ինքնին ենթադրում է բոլոր ուղիների այստեղ կենտրոնացում, ինչու ոչ նաև Չինաստան, ինչու ոչ նաև Հնդկաստան, այսինքն կենտրոնական Ասիան, որպեսզի չպատկերացնենք լոկալ մի բան, ուղղություններից մեկն է։ Այո, ես փորձեցի տալ երևի թե ամենակարևոր ուղղություններից մեկը եւ նաեւ վերջերս նույն այդ ծորենի գալով բանով որպես ապացույց նաեւ իդեպ տրիպի մասին շատ հետաքրքիր էր խոսել նաեւ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը, ով կարևորել էր, այո, եւ ասել էր, որ տրիպը դա ոչ միայն Հայաստանինն է, Հայաստանի համար է, տրիպը երևի տարածաշրջանի բոլոր երկրների համար է կարևոր ու այստեղ տրիպի կարևորությանը մենք կրկին կվերադառնանք, ես ուզում եմ հիշեցնել մեր նախորդ զրույցից մի հատված, որ Վրաստանն ու Ադրբեջանը մի տեսակ սենց տուրուդմփոցի մեջ էին դիվանագիտական, որը կապված էր այդ վրացական շատ կոշտ տարիֆների հետ, հիշում ես։ Տնտեսական նախանձ կարելի է անվանել։ Եվ ընդ որում ամենահետաքրքիրը այս պարագայում ինչն է։ Այս պարագայում ամենահետաքրքիրը այն է, որ Ադրբեջանը Վրաստանի հախից գալիս է, այսպես եթե կարելի է ասել, տրիփով։ Եւ ասում է, հայտարարում է, որ եթե դուք այդ տարիֆների հարցը չեք լուծում, ապա մենք երկաթուղային հաղորդակցություն կսկսենք դեպի Նախիջևան ու Թուրքիա Հայաստանի տարածքով, նկատի ունենալով Թրամփի միջանցքը, այսպես ասած։ Տես անգամ լոկալ տարածաշրջանային կոնֆլիկտի պարագայում ու տնտեսական կոնֆլիկտի իհարկե կրկին օգտագործվում է տրիփի գործոնը։ Եվ դա պատահական չէ, նաև ուժը, որովհետև ըստ էության Վրաստանը փորձում է հաջողանալ իր ավագ եղբորը կամ իր ավագ գործընկերոջը փորձեր անելով տապալել ամեն կերպ տապալել, դե բնականաբար տապալելով նաև մտածում է, որ իրեն օգուտ կտա, բնականաբար նրանք հեռանկարային չեն նայում հարցին, այլ նայում են տվյալ պահին ռուսներին
հաջողանալ, որովհետև հերանեկարային ինչպես էլ նայենք, Վրաստանն էլ պետք է շահի, բայց ինչպես ասում են, ուզում եք ուզեք, չեք ուզում, չեմ կարող ասել, դուք գիտեք, հա, որովհետև այսպես թե այնպես արդեն որոշումները կայացված են, այսպես թե այնպես երկու հարևան պետություններ, որոնք կամ թեակամա հրահրելով կամ չհրահրելով, հրահրված կամ չհրահրված, հասկացան վերջի վերջո, որ այստեղ այնպես չէ, որ ամեն ինչ պետք է լինի այնպես, որ անընդհատ պետք է մենք կռվենք եւ հյուսիսային հարևանը արբիտրաժ սահմանի որպես կանոն ի օգուտ միմիայն իրենց, այլ ոչ ազգերը ինքնորոշվում են եւ տվյալ պարագայում դեսպանը շատ կարեւոր մի բան նշեց, որ տնտեսապես Հայաստանի հարավը եւ հյուսիսը մեծ լուրջ տնտեսական թափ են ստանում եւ դառնում են համաշխարհային առանց չափազանցության համաշխարհային տնտեսության ճանապարհների կարևորագույն օղակը Հարավ Կովկասում։ Ընդ որում այստեղ շահողներից մեկն էլ կարող է լինել Ադրբեջանը, ինչու, որտեվ թրիփի նախագծով, եթե Ադրբեջանը ստանում է, ավելի շուտ ոչ թե եթե, երբ որ ստանում է երկաթուղային հաղորդակցություն դեպի Նախիջևան, այնտեղից էլ դեպի Թուրքիա, ապա այս պարագայում այն փառաբանված, թմբկահարված, իրականում առանձնապես օգուտ չտված Բաքու-Թբիլիսի կարսը դառնում է երկրորդական, որտեղ նախ ավելի կարճ ճանապարհ, ընդ որում վրացական երթուղին բավականին անորակ է, դա վրացիները իրենք էլ են ընդունում, ինչը ենթադրում է, երբ որ Հայաստանում կառուցում է նոր երկաթուղի, որի հետ կապ չունի RŽD-ն, ռուսական երկաթուղի, բնականաբար կառուցվելու է միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհ, որը ավելի կարագացնի, որը ավելի կեժանացնի, այս պարագայում, այո, Բաքու-Թբիլիսի կարսը իր ամբողջ գրավչությունը կորցնում է։ Դրան գումարած վերջին տվյալներով ոչ Հայաստանը ներողություն Գագիկ ջան, ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը ոչ մի պատերազմական սիտուացիայի մեջ չեն, ավելին երկուսն էլ առավոտից իրիկուն խոսում են խաղաղության մասին, ի տարբերություն Ռուսաստանի, որ առավոտից իրիկուն հարձակվում է Ուկրաինայի վրա։ Այո, այո։ Եվ արդեն 4-րդ տարին է։ Եվ այս պարագայում նաև ադրբեջանցիները խնդիր ունեն Վրաստանի հետ, էլի կապված այդ տարիֆների, այսինքն տարիֆները այդտեղել են բարձր, երկաթուղային հաղորդակցության ներողություն, եւ այս պարագայում Հայաստանով բնականաբար կգործի նոր մեխանիզմ, եւ այստեղ մի հետաքրքիր բան էլ կա, երբ որ ես ուսումնասիրում էի այդ թողներեն ինձ մեր հեռուստադիտողները վրաց-ադրբեջանական բազարը, ես թվեր տեսա, որ կարևոր է մեզ համար, շատ կարևոր է դա։ Իհարկե, ես թվեր տեսա, որը ինձ շատ զարմացրեց, այսինքն Հայաստանը տարիֆ վճարում է Ադրբեջանից կրկնակի ավելի թանկ Վրաստանին։ Էդ էլ մեր, այսպես ասած, բարեկամ վրացիները հուսալի հնուց եկած վաղենի բարեկամ։ Բանի Հայոսի ու Քարտլոսի բանով, հա, տրամաբանությամբ, դե իրենք գիտեն, ոնց որ դու ասեցիր, դա իրենք գիտեն, բայց մենք ակնհայտորեն տեսնում ենք այն արդարացված, իրականում արդարացված նախանձը, որ այսօր կա Թբիլիսիում։ Հետո Կոբախիձեն խոսում է Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, բարեկամությունից, տնտեսական միությունից, իա, այդ ոնց եղավ։ Այստեղ են ասել, հա, ոնց որ կասել դասականը, իա, իրոք։ Այո, էլի ասա, որովհետև մեկ էլ Վրաստանը հանկարծ հիշեց, որ իր շահից բացի կարող է նաև շահեր ունենալ Հայաստանն ու Ադրբեջանը։ Այո։ Իրականում իրենց համար անսովոր մի երևույթ է, դեռ ասում է, այս արվակով ջրեր դեռ հոսելու են, որովհետև բնականաբար Վրաստանը կատարել է իր ընտրությունը, ցավոք սրտի, Վրաստանը կատուն է վրացական կառավարությունը։ Այո, իհարկե, ոչ ժողովրդից, որովհետև ժողովուրդը տեսնում ենք ամենօրյա կամ, չգիտեմ, ամեն շաբաթյա ռեժիմով ինչպես են փորձում հետ գալ, եթե կարելի է այսպես ասել, դեպի նորմալ քաղաքակիրթ աշխարհ։
քաղաքակիրթ աշխարհ, դեռ իրենց այսօրվա իրավիճակով նրանք գտնվում են ռուսաստանյան տիրույթում, ըստ այդմ էլ նրանք մաքսիմում կարող են ընդհանրապես դրա մասին միայն խոսել, փորձել վնասել, բայց մենք ունենք այլընտրանք։ Կոնոշած ճանապարհները դրանք լավագույն այլընտրանքներն են եւ վերջի վերջո ինչպես նրանք կարող են դրան հակազդել։ Չկա հակազդություն։ Ընդհանրապես դրանք նորից եմ կրկնում ժամանակավոր, հա, այդպես ժամանակավոր, ինչ որ սպասենք տեսնենք այդ պատերազմը ինչով կավարտվիով ելնելով, հա, ինչ որ բաներ են։ Ըստ իս ազդակներ են, որ ուղարկվում են Մոսկվային, որ տեսեք, ինչ հավատարիմ ենք մենք ձեզ։ Ընդ որում ես ընթերցեցի մի վերլուծություն, ադրբեջանական վերլուծություններ, կրկին կապված Ադրբեջան-Վրաստան այդ տնտեսական հարաբերություններից եւ այնտեղ շատ հետաքրքիր բան էր գրում այդ վերլուծաբանը, որ ակնհայտ է, որ ամեն ինչ գնում է նրան, որ բացվելու է Հայաստան-Թուրքիա սահմանը, հա, միգուցե էտապներով, առաջին էտապով երրորդ երկրների քաղաքացիների համար Վերջո մարդիկ խանդում են, նախանձում են, հա, եւ այնտեղ էլի շատ հետաքրքիր բան կար, որ այս պարագայում էլ թե Հայաստանը, թե Ադրբեջանը շահելու են, որովհետև օգտագործելով թուրքական կոմունիկացիաները, ասենք դեպի Եվրոպա եւ հակառակը, թե ճանապարհն է կարճանալու, եւ այստեղ մի հետաքրքիր նաեւ բան կար։ Այսօրվա դրությամբ Հայաստանից ամբողջ հանքանյութը հիմնականում արտահանվում է աշխարհ Վրաստանով։ Հա, դե պատկերացնում ես, չէ, այդ պղնձանյութը մնացածը, այո, միլիոնավոր տոննաների հասնող։ Դրանք են, որովհետև տեսնում ենք Ադրբեջան-Վրաստան այս բազարը, ինչպես շատ ճիշտ նշեցիր, որտեվ դա է իրականությունը, տեսնում ենք ինչ թանկ գները նրանք փորձում սահմանել։ Իհարկե, այսինքն զրկվում է եկամտից։ Հա։ Եվ այստեղ վրացիները ցույց տվեցին իրենց, եթե կարելի ասել, ճկունությունը, որովհետև վարչապետի մակարդակով օգտագործելով մեր հարևանների լեզուն, ափալ-թափալ հետ կանգնեցին իրենց այդ տարիֆներից Ադրբեջանի պարագայում, սակայն դա արդեն օրինակ էր եւ դա արդեն ցուցիչ էր, թե Հայաստանի համար, թե Ադրբեջանի համար, իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, օրինակը, մենք այսօր մինչև եթերը երկու օրինակ էինք ծիծաղելով նայում, հիշում ես, մեկը ուկրաինական, եթե չեմ սխալվում, Կուպյանսկն էր, հա, ոնց որ քաղաքը, այդ քաղաքը գրավելու պատմություն, հա, մեռան գրավելով շատ ճիշտ ես ասում, այդ քաղաքը գրավում են, այդ քաղաքի գլխավոր գրավողին, գեներալին Պուտինը բերում է Կրեմլում, Ռուսաստանի հերոսի մեդալը խփում է դոշին, էլի հարևանների լեզուն օգտագործելով, որտեվ ուրիշ կերպ չես կարա, էլի կրծքին։ Խմբում է արաղը, նշվում է։ Այո։ Եվ հետո դրանից հետո պարզվում է, որ այդ քաղաքը գրավել են, հետ են գրավել ուկրաինացիները։ Ու այստեղ ես հիշեցի սովետական մի հատ ֆիլմ կար, եթե չեմ սխալվում, Հարսանիք Մալինովկայում, որ առավոտը սպիտակներն էին, երեկոյան կարմիրներն էին, հետո ինչ-որ անարխիստներն էին, ու սենց շարունակ։ Հիմա լրիվ նույն պատմությունն է, բան չի փոխվել։ Իրենց մոտ բան չի փոխվել, ու նաև Պուտինի վերջի խոսքերը, դու ասա էդ էլ արդեն, Եվրոպայի հետ կապված, որ դե գիտեք ինչ արդեն հումորին որովհետև այդ մարդը որ իմանայինք մի քիչ էլ օղի է սիրում կասենք դե հարբած է Ելցինի նման էդ էլ ասենք չեն կարողանում ասել Մեդվեդևի նման Մեդվեդևի նման պետք է վերագրել նու բանին էլի այդ գաղափարախոսությանը որը ստախոսությանը ասենք որ ասում են Եվրոպայում մել ցիվիլիզացիա չկա ինչ գիտեմ դեգրադացիան որտեղ է արդյոք վիտրեզվիցերներ չկան էլ Ռուսաստանում արդյոք ծնելիությունը բարձր է Ռուսաստանում արդյոք ծերերը շատ են ապրում Ռուսաստանում արդյոք օրինակ Մոսկվայից եւ Սանկտ Պետերբուրգից այն կողմ մարդիկ գիտեն ինչ է կյանքը լավ կյանքը նորմալ կամ ինչ է
Ինչ է զուգարանակոնքը, հա, այսպես ասած։ Ընդհանրապես, այո, տարական կամ ինչ է օրինակ Լադայից բացին ուրիշ մեքենան։ Ուզեմ ասեմ, գիտես ինչ կա, այդ խապկանքներն են, որ այսօր մենք պետքա, այս ինչ մենք փորձում ենք Գագիկ ջան մեր հերոստատիտողին փոխանցել, դա այդ խապկանքներն են, որ այդ խապկանքների բացակայությունը այսօր բերում է ինչ էական բաների, էլի խապկանքներ, որ Վրաստանը այսպես, մենք տեսնում ենք ինչ է կատարվում, խապկանքներ, որ Ղարաբաղը այսպես ամեն կերպ փորձում են մեզ պարտադրել եւ իրականում տեսնում ենք այս ճանապարհի ընդամենը բազարն է, որ այդ ճանապարհը ընդամենը Ռուսաստանը ընդամենը նա ուզում էր, որպեսզի կենտրոնական Ասիան, Չինաստանը եւ Եվրոպան կապող օղակը ոչ մի կերպ չանցնի հարավային Կովկասով, անցնի հարց չկա, բայց իր ձեռքում լինի։ Իր ձեռքում լինի, բայց իր ձեռքում լինելի այնպես, որտեղ նաեւ այդ արանքում Հայաստանի Հանրապետությունը կորցնում էր իր տարածքները, ինքնիշխանությունը, իր կիսվում է երկու մասի։ Ես չգիտեմ, ու այդ ամբողջը մենք այդ ռոպագանդային այդ սուտը եւ այստեղ է որ շատ կարեւոր է էլի նորից գալիս ենք այդ հիբրիդային գրողներին, որոնց մասին հուսով եմ մենք հանգամանից խոսենք եւ պետք է խոսենք, որովհետեւ մեկ անգամ եւս մեր հերոստատիտողին պետք է այդ հիբրիդային գրողների պաշտպանվելու հիգիենան անընդհատ հիշեցնենք, որովհետեւ անընդհատ այդ խապկանքները լինելու են։ Մեկ եկեղեցին գրավեցին, եկեղեցին խապկանքով այդտեղից վերջանում են, անցնում են մյուս խապկանքին, ու այսպես նրանք ընդամենը խապում են, նրանց այսօր գաղափարախոսությունը հիմնված է խապելու շուրջ։ Դե տես, եթե նախկին զինվորական տիկինը ոնց որ կիներ, հա, տիկինը լուր է տարածում սոցիալական ցանցերում, թե Սյունիքում, սահմաններում կրակոցներ են, ախր հասկանում ես, չգիտեմ էլի, ոնց կարելի է մտածել, ոնց կարելի է վերլուծել մի բան, որը որ ասենք քո հայրենակիցների մոտ առաջացնելու է զգացումներ, որոնք կային 20 թվականին եւ դրանից առաջ եւ դրանից հետո, ինչի համար, ախր եթե դա լինի ներողություն, Արման ջան, եթե դա լինի առողջ, ամուր, կայացած գաղափարախոսություն, կասենք, հա, սա գաղափարախոսություն է, հանուն հայրենիքի, հանուն մեր սարերի, հանուն մեր ձորերի, բայց ժողովուրդ այդ գաղափարախոսություն չի, դա քաղաքականություն էլ չի։ Ու այդպիսի մարդիկ, դա հենց այդ նույն հիբրիդային գրողների լավագույն ցուցիչներից եւ օրինակներից մեկն է։ Մարդիկ գնում են հրապարակ, գլխավոր տոնածառի բացման արարողությանը, հիանում են, ուղղակի հիանում են, հա, միջազգային մամուլը, ես երբեք այդքան անդրադարձեր չէի տեսել, ինչ որ տեսա այդ միջոցառման տեսագրությունը ոնց էին տարածում։ Տուրիստական կազմակերպությունները հատուկ մարդիկ էին ուղարկել, ընդ որում արտասահմանյան տուրիստական կազմակերպությունը, որոնք եկել էին հրապարակ, արաբական երկրներից կային, եվրոպական տուրիստական գրասենյակներից կային, որոնք տեղում ստենդափներ էին անում, հենց այդ հրավառության ժամանակ ու ասում են, եթե ուզում եք գաք Հայաստան, Երևան, ահա մեր տվյալները եւ այլն, բայց այստեղ ինչ որ մեկը, ինչ որ նախկին մեկը զինվորական նկատնում կարող է տարածի, ասենք, այտենց ինֆորմացիա։ Դե Գագիկ ջան, այստեղ մի կարևոր բան կա, էլի, եթե մենք այսօր տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում ներազդել, ես ուղղակի գիտեք ինչ, նրանք մի բան երևի թե չեն հաշվի առել, որ Հայաստանում ժողովուրդը ոչ միայն գրագիտությամբ բարձր է, այո, այլ նաև խելացի է, չստացվի էլի մենք մեզ են գովում, բայց մենք ոչինչով ոչ հրյաներից ենք հետ մնում, ոչ ամենախելաց ազգերից ենք հետ մնում, իմաստուն ազգերից ենք հետ մնում, եւ վերջիվերջո մենք բոլորը շատ լավ հասկանում ենք, էլի մենք շատ լավ հասկանում ենք այդ Սալավյովան նման այդ բոլոր տարերի կամ դրանց հայացված տարբերակների լոկալ տեղում արդեն, հա, տեսնում ենք տեղում, դե չգիտեմ, այդ ձևիստ կասեք կամ ում կասեք, այդ որ շուկայում հիմա կա, ու որ իրանք ներգրավել են շուկա ռուսաստանյան գործարարների տեսքով,
չգիտեմ, այդ հետ մնացորդների տեսքով այդ Ղարաբաղյան կլանի Ռուսաստանա տենց ձուլված մնացորդների Քոչարյանա, Սերժա այդ բոլոր թափթփուկա մնացորդների տեսքով ես մի օրինակ հիբրիդային մի տարբերություն, որ արդեն իրանք շանսել չունեն, իրանք սենց քաղաքական ըստիս են վերջին բաների մեջ են էլի գտնվում, տենց հեղեղուկների մեջ են գտնվում, ուղղակի մեզ այնքան տխուր է, որ իրանք հայ են, էլի իրանք ծնվել են հայ։ Հենց մի օրինակ բերեմ, կներես Արման ջան։ Ուրեմն ես դիտում էի ռուս վերլուծաբանների 4 խելացի տղա, չեմ կարող ասեմ, որ իրանք ապուշ են, խելացի տղերք էին, նստած վերլուծում էին Հայաստանի հարցը, ինչա տեղի ունենալու Հայաստանի հետ, ինչու էսպես եղավ, ինչու Արցախը մնաց Ադրբեջանին եւ այլն, այս թեմաներով խոսում էին, հետո սկսեցին խոսել Սփյուռքից ու շատ հետաքրքիր մի բան ասեցին, որը ես կուզեմ, որ մեր ռուսահայ հայրենակիցները ուշադրություն դարձնեն, ասում են 2 միլիոն հայ է ապրում գրեթե Ռուսաստանում, որոնց 5-ից 10%-ն է ընդամենը հետաքրքրված Հայաստանով, մնացածը ուղղակի ռուս են, այս բառերը հիշեք ժողովուրդ ջան, այն որ գալիս եք Երևան, ստեղ մի քիչ ժողովրդական լեզվով ասեմ, էլի ձեր ցավն է տանեմ, ձեր հայրենիքն է, եկեք, ծիրան ուտելու կլնի, խաշ ուտելու կլնի, նշանակություն չունի, բայց ձեր մասին ռուս վերլուծաբանները ասում են, ես նկատի ունեմ մեն 90%-ի, որ իրանք ռուս են։ Ես բան չունեմ ռուսների դեմ, բայց ձեզ համարում են ռուս։ Հատուկ այդ մարդկանց համար պետք է մի հատ հիշեցնել, ժողովուրդ, դուք մի հատ ուշքի եկեք, Ղարաբաղը, Ռուսաստանը, Ստալինը դեռ այն ժամանակ տվել վերջացրել Ադրբեջանին։ Իհարկե։ Երիկա անընդհատ այդ պատրանքներով, ասենք, արդեն հումոր եք դուք, որովհետև նորից կրկնենք, մի հատ էլ կրկնենք, խնդրում եմ, Ղարաբաղը Ստալինը հանձնել է Ադրբեջանին դեռ վաղուց։ Եվ դրանից ի վեր համարվում է Ադրբեջանի վարչական տարածք ընդունված նույն Պուտինի կողմից եւ ՄԱԿ-ով հաստատված եւ այդպես շարունակ։ Մնացածը պատրանքներ են, հիբրիդային հաղթակման պատրանքներ մի մաս, որոնք այսօր օգտագործում են հարգելի հերոստատիտող, չմոռանաք ֆիքսել, որ վաղը եւս օգտագործելու են ռուսական բոլոր այդ կառույցների կողմից, ասելու են դուք շանսեր ունեք մեր հետ լինելով, հետ բերել Ղարաբաղը, նորից կրկնում ենք, Ղարաբաղը շուտ բանից տվել, վերջացրել են, մնացածը դրա արանքում զոհվում են մեր երեխեքը, ընդամենը դա, այդ համար մեկ խնդիրը, երկրորդ խնդիրը, Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներ ջան, մեկ օր շուտ եկեք, փորձեք, չգիտեմ, դեռ ունեք դրա շանսերը թե ոչ, գնեք ռուսացումից, այո, վերջացեք, ձեզ ռուս են ասում, դուք ռուս չեք, դուք հայ եք, մի մոռացեք օրինակ, որ Ռուսաստանում այդ ռասիզմը խայտառակ վիճակ է եւս, դա էլ չմոռանաք, կամ դուք ռուս եք կամ ոչինչ, մի մոռացեք, որ Ռուսաստանը ամբողջ թափով պատրաստվում է պատերազմին եւ նրանց մսացու է պետք վաղը մյուսօրը եւ դրա մյուսօրը եւ առաջին հերթին բոլոր խնդիրներում նրանք մեղադրելու են որպես իրական ռասիստներ, մեղադրելու են ոչ ռուսներին, մեղքը գցելու են նրանց վրա։ Եվ վերջիվերջո այսօր ձեր հայրենիքը կառուցվում է եւ Ռուսաստանում չկա ապագա, որևիցե մի բան դեռ այնտեղ չկա մեր հայրենակիցների համար։ Եվ դա ես կներես այսպես կրկնելով եմ ասում, բայց այնքան ակնհայտ է բոլորի համար, որ ես ուղղակի ուզում եմ, որ մեր հայրենակիցները փրկվեն եւ վերջիվերջո գան, թողան, գնեն բնակարաններ, վաճառեն իրենց ունեցվածքները Ռուսաստանում, Փառք Աստծո բոլոր ռեգիոններում հիմա հյուսիսային ռեգիոնները, հարավային ռեգիոնները հիմա տնտեսական այնպիսի ակտիվություն է լինելու, թող չասեն Երևանում գները բարձր են, Երևանը չէ միայն, Հայաստանը ամբողջ ինքը կա տարածքներ, այսօր չեն կարողանալու անել վաղը։ Հայաստանը ծայրից ծայր 400 կիլոմետր տարածք է,
հա, այսպես որ նայես, եւ ներկա տեխնոլոգիաներով, տեխնիկական միջոցներով այդ 400 կիլոմետրը դառնում է 50 կիլոմետր։ Ինչ է 50 կիլոմետրը, հա, Երևանից ես հիմա Երևանում նստած եմ, մոտավորապես էլի Երևանից Սևան, հա, կամ չասած Սևան, ընդամենը այդ է։ Բայց դա ձեր հայրենիքն է։ Ամերիկյան երկաթգիծ, ունենալու ենք ամերիկյան ճանապարհներ։ Մենք նստելու ենք այստեղ գնացքով, գնալու ենք մինչև Եվրոպա, բեռները գնալու են Եվրոպա, գնացքով գալու են Եվրոպա, գնալու են հասնեն մինչև Չինաստան։ Լսեք, Ռուսաստանը գնալով փակվում է, այնտեղ ամեն ինչը բարփակվում է։ Իհարկե, եթե ես չնայած ոչ մի փոփոխություն մոտակա տարիներին չեմ տեսնում, միայն տեսնում եմ, նույնիսկ տես Գագիկ ջան, նայում ենք այսօր ինչպեսի հանգուցալուծումներ արդյոք կան, թե ոչ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում, շատ պարզ երևում է, որ Պուտինյան Ռուսաստանը ոչ մի կերպ չի ուզում կանգնեցնել պատերազմը, էլի պատրանքների մեջ, էլի խաբում են։ Առավոտից իրիկում խաբում են։ Ես այսօր դիտեցի նաև մի շատ հետաքրքիր երիտասարդի տեսանյութ, իրենց լեզվով ասած Պիտերից, Սանկտ Պետերբուրգից, մարդը քայլում էր, որն էր Պետերբուրգի գլխավոր փողոցը, Նևսկի պրոսպեկտ, հա, քայլում էր Նևսկի իրենց լեզվով ասած պրոսպեկտում ու հերթով ցույց էր տալիս այս խանութը փակվել է, այս խանութը բրենդային խանութների մասին է, պարզ է, չէ՞, այդ փողոցը ինչ է իրենից ներկայացնում։ Ինքը մոտավորապես թվարկեց այդ ընդամենը 1.5 րոպեանոց տեսանյութի մեջ, մոտավորապես թվեց մոտ մի 20-25 խանութ։ Ընդամենը այդ փոքր հատվածում Ռուսաստանի երկրորդ քաղաքից չմոռանանք, Ռուսաստանում կա երկու քաղաք, որտեղ մարդիկ քիչ թե շատ ապրում են, մնացած երկրներում գոյատևում են։ Քաղաքներում, հա, այնտեղ կյանք չկա։ Այնտեղ լավա ոդկան կա, խմում են, գոյատևում են, մնացած տեղերում չկա կյանք, այնտեղ միայն կան զինվորներ, որոնք կարող են մինիմում աշխատավարձից 4 անգամ ավելով գնալ, դառնալ մսած ու ուրիշ ոչ մի բան։ Եվ իր կնոջ համար է լադայի հնարավորություն։ Մաքսիմում աշխարհի լավագույն մեքենան, չէ՞։ Բայց պետքա մեռնի մեկը, որ ինչ որ մի բան տան, որովհետև դետել չեն տալու, եթե չգնան մեռնեն, հանուն չգիտես ինչի։ Ամբողջ խնդիրը դա է, հանուն ինչի։ Հանուն ում։ Այո։ Եվ այդպես շարունակ, եւ շատ կարեւոր է նաեւ նշել այդ պահուն մենք չմոռանանք նշել, որ եվրոպական կառույցները խոստացան Հայաստանին օգնել հիբրիդային պատերազմի կոնկրետ գործիքակազմով, գիտեք, հենց այսօր օրինակ իմացա, որ Ֆրանսիայի ներգործնախարարության կայքերն են, հա, հարձակման ենթարկվել, այսինքն այդ կիբեր հարձակումը նաև կա հիբրիդային հարձակման մի մաս, եւ բնականաբար հետքերը շատ լավ հասկանում են բոլորն էլ ուր են գնում, ուզեմ ասել, մեր ժողովուրդը մենք ասենց անընդհատ նշում ենք, բայց բոլորն էլ խոհեմ են, շատ լավ հասկանում են, այստեղ խնդիրը այսօր նա է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի իր գերակա շահը, Հայաստանի Հանրապետության գերակա շահը թելադրում է նրան բարձվել աշխարհին, եւ այսօր նրա արժեվ դրված խնդիրները լուծման փուլում են գտնվում եւ գնում են առաջ, այսինքն այսօր արդեն ստորագրված են, մենք բոլորս տեսնում ենք համաձայնագրերի ստորագրման այսպես շարունակություններ, այդ ձնագնդիկային էֆեկտով միմիայն շարունակվելու է դա։ Գագիկ ջան, Կանադայից ենք լսելու, մոտի Ավստրալիայից ենք լսելու, դա բնական երևույթ է, որտեղ մենք գտնում ենք միջազգային, եթե կարելի է այսպես, մենք մի տասակ տարբերություն մյուս գնացքի կարելի ասել, միջազգային գնացքի։ Մոտ էս ամբողջը հասցնել մեր ժողովրդին եւ ասել, բայց ասել անկեղծ, ասել առանց միջազգային տերմինոլոգիաների եւ ասել իրականությունը եւ ոչ թե փորձել ինչ որ շահ հետապնդել եւ ասել դե այս պարագայում պետք է բռնել, ասենք, այս մի ուժի կամ այն մի ուժի, ոչ, այսօր Հայաստանի Հանրապետության պետական գերակա շահը թելադրում է ունենալ բազմավեկտորային քաղաքականություն մի կողմից, մյուս կողմից ունենալ բացված ճանապարհներ բոլորի հետ, բաց դռների քաղաքականություն, բաց դռների քաղաքականություն 35 տարի
բլոկադայից հետո, որը մեզ պարտադրվել էր մեր հյուսիսային ոչ բարով բարեկամի կողմից։ Եվ վերջում ինձ հուշեցին, որ եթերաժամը սպառվեց, ես ուզում եմ բերել մի մոդելային օրինակ, հա, որը կարա մոդել ծառայի եւ կծառայի Հայաստանի համար։ Դա Լեհաստանն է, որը ընդամենը 10 տարի առաջ սարսափելի վիճակում էր, մենք բոլորը շատ լավ գիտենք։ Ամենաուժեղ առաջընթաց ունի էկոնոմիկային Եվրոպայում։ Եվ հնարավոր է, որ շուտով ինքը անցնի Մեծ Բրիտանիայից իր էկոնոմիկայով։ Մեծ Բրիտանիան ահավոր վիճակում է Brexit-ից հետո։ Բայց ամեն դեպքում, ասենք, ուր Լեհաստան, ուր Մեծ Բրիտանիա, ի վերջո մինչև հիմա էլ Մեծ Բրիտանիան դա կայսրություն է համաշխարհային, բայց ամենաառողջ էկոնոմիկան է այսօր Եվրոպայում։ Այո, եւ Լեհաստանը կարող է հասնել, իսկ երբ որ նայում ես, թե Լեհաստանը ինչ քայլեր է իրականացրել եւ ինչպես է հասել այսօրվան, ապա շատ փայլուն մոդելային օրինակ է Հայաստանի համար։ Խնդիր չկա, ու չմոռանանք ասել, որ ռուսների հետ մենք շարունակելու ենք աշխատելու, մենք խնդիր չունենք ոչ մեկի հետ, մեր պրոդուկտները կարող են եւ Ռուսաստանում համտեսել, մեր կոնյակը Ռուսաստանում շատ են սիրում, խնդրեմ, համեցեք, գնեք, բայց այնպես չի, որ մենք պետք է ձեզ խնդրենք։ Այո։ Դե շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Երևան-Փարիզ ձևաչափով զրուցում էինք միջազգայնագետ Արման Ավագյանի հետ։ Ամենայն բարիք ձեզ։